զբոսաշրջությունը մեր մշակույթի տարածման լավագույն գործիքներից մեկն է։ Մաչանես տունը, որ Հայաստանի առաջին սոցիալական ձեռնարկություններից մեկն է, հիմնվել է 2010 թվականին։ Անցած տարի մենք 120,000 զբոսաշրջիկ ենք ունեցել։ Այս փոքր տարածքի վրա 120,000 զբոսաշրջիկ։ Մենք Մաչանենց ցեղի մի ճյուղն ենք եւ պատմությունն էլ հետաքրքիր է պապիկի, որ ասում են շատ է սիրել համբուրել կանանց եւ ասել են մաչող Մաչան։ Ամեն անկյունում Մաչանենց տանը, մեր Մաչանենց բերդաքաղաքում կան մտածված ձևեր, որ ներկայացնում է հայոց մշակույթը։ Կավագործությունը պարզ կավագործության վարպետության դաշտ չի։ Այնտեղ մինչև 5000 տարվա նմուշների պատճեններ ենք պատրաստել, որոնք պատմության հետ միասին վաճառվում են օտարներին եւ օտարների ձեռքում հայտնվում է հայոց պատմության մի վկա։ Պետք է ցանկացած բիզնես հիշի, առանց հոգու հետ կապի, ինքը զուտ փող արտադրող հաստատություն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ։ Պետության գործը գործարարին պաշտպանելն է, գործարարի գործը պետության մեջ աշխատատեղեր ստեղծելն է։ Տարածքում գործում է սոցիալական ռեստորան, որտեղ աշխատում են խոցելի խմբի երիտասարդներ նաև եւ աշխատում են թոշակառուներ։ Մեր խոհանոցում կերակուրները յուրահատուկ անուններ ունեն։ Մենք ունենք կերակուր, որ կոչվում է լոռեցի սաքո։ Լոռեցի սաքո ուտողը հարց է տալիս, ինչ է նշանակում լոռեցի սաքո, ու այդտեղ զրույց է բացվում Թումանյանի մասին։ Այստեղ ամեն բան արված է, որ մարդը իր դրամը թողնելուց հասկանա, որ արժեր գալ եւ արժեր ծախսել։ Փոխադարձ վստահությունը գործարար եւ կառավարություն պետք է հասնել երբևիցե չունեցած բարձրագույն աստիճանի։ Այդ դա թռիչքային կզարգացնի պետությունը։ Մեր խնդիրը մեկն է՝ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը։ Աշխարհին տալ հետաքրքիր առաջարկ, վճարելով հարկերը կունենանք հզոր մշակույթ, հզոր բանակ, հզոր առողջապահություն, հզոր կրթություն։ Հարկերը դա այն այրունն է, որ պետության երակներն է լցնում, որպեսզի պետությունը որպես օրգանիզմ կենսունակ լինի։